Շնորհակալ եմ հարգարժան նախագահող հարգելի ներկաներ այստեղ եւ դրսում։ Պարոն Աղազյան, դուք ինձ այնքան հետաքրքիր չեք, որ չէի ուզում ձեզ անդրադառնայի, այնքան հետաքրքիր չեք, որ անգամ ձեր քացիներով շուրջ բարը մի նախկին падգամավորի հետ, որ ամբողջ աշխարհը նայել է, չեմ նայել, բայց ձեր անկեղծությունը երբեմն իսկապես հետաքրքիր է, դուք այստեղ խոստովանեցիք, որ դուք Նիկոլի պրոյեկտն եք, հիշեցնեմ, դուք մարդն եք, որ հայտարարում եք, որ Քրիստոսին հավատացել եք այն ժամանակ, երբ որ ճանաչել եք Նիկոլին, եւ դուք այստեղ հայտարարեցիք, որ ձեր տեխնացուն 3 անգամ դաբլ Նիկոլա։ Ուստի պետք չի զարմանալ, որ ձեր պրոյեկտը որևէ մեկի մոտ 0-ական անգամ լրջության չի արժանանում, սա էս մասով, կարծում եմ երբևէ առիթ չեմ ունենա ձեզ անդրադառնալը, որտեվ ասեցի, դուք բացարձակապես հետաքրքիր չեք, ձեր պրոյեկտները եւս, հիմա, սիրելի հայրենակիցներ, 5 տարի առաջ այսօրը Արցախի Հանրապետության վերջի խաղաղ օրն էր, ինչու վերջին, որովհետև մի անձնավորություն 19 թվականին կանգնեց Արցախի վերածննդի հրապարակում եւ գոռաց Արցախը Հայաստան է եւ վերջ եւ հետո գնաց Պրագայում Արցախը ճանաչեց Ադրբեջան։ Ես չեմ խոսելու այստեղ Նիկոլի մասին, որովհետեւ Նիկոլի մասին ամեն ինչ ասված է։ Այն Նիկոլի, որը այստեղ 18 թվականի մայիսին այս դահլիճում կանգնած խոսում էր Թավշյա հեղափոխությունից, այն հեղափոխությունից, որը իրականում դագաղների իշխանազավթում էր եւ Թավիշը թերևս այդտեղ միայն դագաղների վրայի Թավշյա կտորն էր։ Իմաստ չունի Նիկոլի մասին խոսել, որովհետև Նիկոլը հիմա խաղում է բաց խաղաքարտերով։ Այն Նիկոլը, որ իշխանությունը դագաղներով զավթեց, ֆանտաստիկ յուրացնելով Գեբելսի մանիպուլյացիայի կարևոր կետերից մեկը, որ ժողովրդին անընդհատ պիտի քծնել, պիտի սիրաշահել, պիտի ասել, դու 3 միլիոն վարչապետերից մեկն ես, երբ որ քաղաքացին գնում էր կառավարություն եւ խփում էր դրան ասում էր լավ անում իրա դուրնա կուզենա քացով կբացի ոնց կուզենա բացի, որ ազգային ժողովի եւ նախագահականի դարպասները բացել էր եւ ինչ որ կալյասկաներով մամաների շոուներ էր անում, հիմա 15 բրոններով էս ամեն ինչը զմրսված է։ Նիկոլը հիմա խաղում է բաց խաղաքարտերով։ Այն մարդը, որ էս ամբիոնից ասեց կուզենամ մատ թափ կտամ, կուզենամ ինչ ուզենամ թափ կտամ, հիմա ասում է կառավարությունը ես եմ, դատական համակարգը ես եմ, ամեն ինչը ես եմ։ Նրա մասին խոսելը, որ էլ ինչ ինքը կարա անի, կարա ամեն ինչ անի, ինքը սմերտնիկ է։ Նիկոլը իր իշխանությունը պահելու սմերտնիկ է, իրան քննարկել, այս ամբիոնից գալ իրան հերոսական հարցեր տար, որ ինքն էլ վեկենա եւ խոսի իր օրակարգի մասին, բացարձակապես անիմաստ է։ Ես ինչի եմ կարևորում այս նախաձեռնությունը անվստահություն հայտնելու, որովհետև սա միակ գործուն օրակարգն է, որտեղ խաղի կանոնը չի թելադրում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սեպտեմբեր ամիսն է, սեպտեմբեր ամիս, Նեպալ։ Մենք տեսանք, թե ինչպես է ժողովուրդը հեռացնում ատելի իշխանությանը, ուզում ենք մենք Նեպալի ճանապարհը, ոչ, սա բացարձակ անընդունելի ճանապարհ է, որտեղ տարբեր աղբյուրներով եղավ 72 զոհ։ Երկրորդ տարբերակը Ֆրանսիայի 47-րդ վարչապետ Ֆրանսուଆ Բայրո խորհրդարանը նրան հեռացրեց անվստահության ճանապարհով եւ Ֆրանսիայի խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած Ֆրանսուଆ Բայրուն հայտարարեց դիմելով իրեն անվստահության ներկայացրած падգամավորներին, այո, դուք ունեք իշխանություն փոխելու կառավարությանը։ Եվ հիմա բոլոր նրանց, ովքեր ասում են դա
հնարավոր չէ։ Ես մարդ եմ, ով 7 տարի առաջ մայիսի 1-ին նստած ահա այստեղ, երբ որ քվեարկվում էր Նիկոլի առաջին անգամ վարչապետ ընտրվելու տարբերակը, ահա այդտեղ նստած եւ այն քաղաքական ուժը, որը ուներ որոշում քվեարկել եւ քվեարկեցինք, ես միևնույն է մտածում էի, որ դա հնարավոր չէ։ Հնարավոր չէ, որ ինքը ընտրվի վարչապետ, բայց 7 օրվա ընթացքում երկրում ստեղծվեց այնպիսի քաղաքական իրավիճակ, որ մայիսի 1-ին ես այստեղ նստած, որ ասում էի, դա հնարավոր չէ, քաղաքական բոլոր կանոններով դա հնարավոր չէ, դա եղավ հնարավոր, ուստի անհնար ոչինչ չկա, իրապես հնարավոր է, որովհետև այն ատելությունը, եկեք չխաբնվենք, ես ինքս նաև մեդիայի մարդ եմ, ես գիտեմ, թե ինչպես է խեղաթյուրվում հանրային կարծիքը, այն պոակը, որը ժամանակի մեր ձեռքը Մարաղայի, Սումգայիթի, Կիրովաբադի ցեղասպանության փաստեր էր տալիս, որ ես անձամբ Բաքվում դա շփացրել եմ Ալիևի երեսին, հիմա այդ պոակը վերածվել է ֆեյքերի ինդուստրիայի, որը փորձում է ազդել հանրային գիտակցության վրա, չէ, այս ռեժիմին ատում են, այս ռեժիմը պիտի հեռանա, բայց պիտի հեռանա ոչ թե Նեպալի ճանապարհով, որովհետև մենք իրավունք չունենք ևս մեկ դագաղների իշխանազավթման։ Ես տեսել եմ Արմենի, Էդիկի տներին կապած սև լենտերը, դա ես Սայաթ Նովայում տեսել եմ թաղում, ինձ հետաքրքրել է ինչի են ինչ-որ կանայք պարում, մտածել եմ վշտից խելագարված տարեց կանայք են, մոտեցել եմ, տեսել եմ կազմակերպված է Գալուստ Սահակյանի ֆեյք հուղակավարությունը և այսօր ժողովրդին երկիրը ատելության նարկոտիկի վրա նստացրածը 2 օր առաջ խոսում է հանրային համերաշխությունից, մարդ, ով երկիրը բաժանեց սև ու սպիտակին, մեր բոլոր ընտանիքներում լինենք անկեղծ, ես ունեմ հարազատներ, որոնց թաղմանը էլ չեմ գնացել, հասկանում եք, որովհետև ահա այսպես մեր բոլորի տուն մտավ ատելությունը, մենք այո, միջև այս հանրային այս ավարտում եմ, ատելությունը, այս թշնամանքը չհաղթահարենք, մենք չենք կարողանալու ճիշտ դուրս գալ այս վիճակից եւ ուրեմն հնարավոր է անվստահություն հնարավոր է կարեւոր է որ Հայաստան դաշինքը այսօր արդեն միացավ կոնկրետ առարկայական նախաձեռնությանը հնարավոր է եւ որևէ մեկը ժողովրդին չմեղադրի ասի դե ժողովուրդը դուրս չի գալիս քանի անգամ ժողովուրդը դուրս եկել է երբ որ տեսնի իրական ճանապարհային քարտեզ իրական օրակարգ հավատացնում եմ ձեզ ահա այստեղ նստած քաղաքացիական պայմանագրի բազմաթիվ падգամավորներ, ովքեր թրաֆիքինգի զոհ են եւ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում նաեւ զբաղվել նրանց պաշտպանությամբ, միանալու են։ Շնորհակալ եմ։